Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում ինքնավնասման եւ ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում թեմայով։ Ազատությունից զրկված անձը անընդհատ ինքնավնասումներ է կատարում, օտար մարմիններ կուլ տալու եղանակով, բողոքում օրինակ քրեական վարույթից, կամ չգիտեմ, տեղաբաշխման հարցերից, բայց երբ որ հոգեբանը առանձնազրույցների ընթացքում հասկանում որտեղ արդեն կա ինչ-որ հոգեբուժական խնդիրներ լինի, այս դեպքում շատ կարևոր է, որ այդ համագործակցության շրջանակներում նաև ՕԱԿ-ը միանա այս պրոցեսին։ Ոչ իրատեսական է ունենալ պատկերացում, որ դրանք միմյանց հետ ուղիղ փոխկապակցված երևույթներ են եւ պետք չի ուղիղ ինքնավնասումների հետ, ինքնավնասում կատարող անձի հետ աշխատանք կապել բացառապես հոգեբանական աշխատանքին, դա ընդհանուր առմամբ ամբողջ քրեակատարողական հիմնարկի առջև ծառացած խնդիր է։ Այս հարցը դրամատախարության պետք է ուղղվի, քննչական մարմինը պետք է ուղղվի եւ ասի թե ինչի համար այդպիսի process է սկսվել եւ ինչի համար գործերը շատ անդառ են շարժվում եւ կամ կասեցվում են կամ չի իրականացվում պատշաճ, դա պետք է իմ կարծիքով սրա հետերը եւ մարդիկ սկսեն ավելի շատ մտածել համապատասխան մարմինները։